Իրոյնակ տպավորությունս, բարության, սիրո, հարգանքի, նվիրվածության, մարդու նկատմամբ և երկրի նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, բայց երբեք չեք բարձրաձայնում այդ մասին։ Պարզապես իրագործում են այն, ինչ որ իր շրջում կուտակված է հայրենիքի դիմացի մարդու համար։ Ես երբ գույժը լսեցի, բավական մեծ ցավ ապրեցի, մանավանդ այդ օրը ես կրկնակի ցավ եմ ապրել։ Այդ օրը պատերազմը ռազմաճակատի տարբեր հատվածներում Վարանգատաղում Գևորգ, իսկ Հադրութից Արևելք Երվանդ Հաջյան, իմ զավակը կրտսերս երկուսն էլ միայն ժամանակ նահատակվեցին և փաստորեն Հաջյան տոհմը երկու կորուս ունեցավ այդ օրը։ Ես չգիտեմ Գևորգի համար շատ ցավեց, թե Երվանդից համար, երկուսն էլ ինձ համար հարազատներ են։ Ես չեմ ուզում տարբերություն, որտեղ նա ինձ համար եղբայր է, նա ինձ համար որդի է, երկու հարազատների կորուստ եմ ունեցել։ Ես իհարկե ափսոսում եմ, որ նա գնացել է պատերազմը, չպետք է շրջապատը թույլ տար, որպեսզի նա մարտադաշտ մեկներ։ Նրա կոչումը այլ էր, նա այլ մարտադաշտում էր։ Նրա կոչումը միանգամայն այլ էր, բայց նա գնաց, որովհետև նրա մեջ գլխավորը գերադասելին հայրենիքն է։ Ինչ մնում է իր մարմնին, ֆիզիկականին, դա երկրորդական պլանի մեջ է։ Ինչ վերաբերում է նույնիսկ ընտանիքին, դա դարձյալ երկրորդական պլանի մեջ է։ Իր համար առաջնայինը հայրենիքն է, որի պաշտպանության համար ինքը պետք է անպայման առաջին գծում լինել և ես չեմ կասկածում, որ գուցե հորդորեն չգնար, բայց ինքը համարել տնվել է ու անպայման գնացել է առաջին գիծ ու մարտնչել հերոսաբար, ով նահատակվել հերոսաբար։ Նույն և դեպի կրտսեր որդու հետ է կապված եղել, ինչպես որ ավակ որդուս հետ, երկուսն էլ նահատակվել են 16-ին, 20-ին կամավորագրվել է, ոչ որ նրանց չէր պանդում, չէր պարտադրում, որպեսզի պատերազմի մեկնի, որ նույնիսկ ծնողներն էլ չեն ասել, եթե ասեին գուցե ես որպես ծնող վախենալով, որ հանկարծ մի բան կպապայի, փոքր-ինչ փորձեի հորդորել, որպեսզի չգնալ, չեմ հասում, իրոք այդպես գուցե դրվարվեի, բայց նրանք չեն հայտնել գնացել ու միայն այնտեղից հեռախոսով հայտնել, որ մենք առաջին գծում ենք Ես խոնարհումս եմ հայտնում Գևորգի հիշատակին կներեք ասում իմ զավակների հիշատակին կենպես և բոլոր այն տղաների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայոց աշխարհի մի կարևոր հատվածի Արցախի պաշտպանության և ազատագրության զոհասերային։ Շնորհակալություն։